я как бы больше за семью, и даже если где-то это что-то там произойдет, как бы семья это главное, что чувства там или где-то там мужчина, который там год живет без секса, да, это использует как, я не знаю, по-другому, как спорт. Ну, то есть секс это не измена в этом Да, для смысле. меня секс это не измена. Իսկ թվում է դուք էլ եք կանատես եղել, որ աղջիկներին փոքրուց ներարկում են այս հիմար միտքը։ Ընդ որում դա անում են թե տղամարդիկ, թե անում են հենց մամաները աղջիկների։ Կարևոր չի, որ ամուսինդ քեզ դավաճանում է, ֆիզիկական դավաճանությունը դա դավաճանություն չի, կարևորը վերջում տուն գա։ Կանայք, ովքեր այսպես են մտածում, դուք հասկանում եք, որ սա ընդհանրապես ձեր մտքերը չի։ Դա հասարակության կողմից ներարկված հիմար հիվանդ մտքեր են, որը ձեռք է տալիս տղամարդկանց, ձեռք է տալիս կանանց, ովքեր կախվածություն ունեն տղամարդուց եւ հետեւաբար չեն կարող պարզ նայել այդ փաստին եւ իրենց այո ձեռք է տալիս չնկատել այդ ամենը, որպեսզի մնալ այդ հարաբերություններում, որպեսզի չկորցնել թվացial ստաբիլությունը, միգուցե նրանք չեն ուզում կորցնել այն ռեսուրսները, որ նրանք ստանում են այդ տղամարդու կողմից, հասկացեք, հա, որ կարևոր չի թե ձեզ ով է դավաճանում, կարևորը որ դուք ինքներդ ձեզ չդավաճանեք։ Եթե դուք համաձայնվում եք մնալ, գտնվել տարբեր տիպի եռանկյունիների մեջ, սա նշանակում է մի բան, որ դուք չեք ընտրում ինքներդ ձեզ։ Այդ իսկ պատճառով ձեզ չի ընտրում ձեր կողակիցը։ Եվ վաղ թե ուշ այդ ձեր կուտակված ագրեսիան, որ դուք չեք արտահայտում եւ համոզում եք ինքներդ ձեզ, որ այդ ամենը նորմալ է, ուղղվելու է դեպի ձեզ եւ արդյունքում առաջացնի ոչ միայն հոգեբանական խնդիրներ, այլ նաեւ առողջական տարբեր տիպի կանացի խնդիրներ, քանի որ դավաճանությունը միշտ կործանում է կնոջը, կործանում է քիչ-քիչ, կործանում է աստիճանաբար։